Ավագանու առաջին լիստը եւ քաղաքապետ ընտրելը մանդատից հրաժարվելի դիմում ներկայացվում է թիվ 31 ընդրատարածքային ընտրական հանձնաժողովի մանդատից եթե հրաժարվող լինի մենք հեշտական հաջորդ համարին իհարկե պահպանելով գենդերային հավասարությունը մենք տրամադրենք մանդատ Այսինքն համարը կապ չունի, պիտի գենդերային այդ հավասարությունը պահվի։ Այո, այս պարագայում երեք կուսակցությունում այդպիսի եղավ, ուրեմն 14 մանդատից քաղաքացիական պայմանագիր կուսակցության 14-րդ մանդատը տրամադրվեց ոչ թե 14-րդ համարին, այլ 15-րդ կին թեկնածուին, որ 30%-ը ապահովված լինի, նույնը կատարվեց կոմունիստական կուսակցության հետ 8-րդ համարի փոխարեն մանդատ ստացավ կին թեկնածուն 9-րդ համարը եւ Մայր Հայաստան Դաշինքի քանի որ երկու մանդատ ունեին, իրենց երրորդ համարը նույնպես ստացավ մանդատ, այսինքն ընդդեմ իրանց մոտ եղավ 50-50, երկու հոգուց մեկը տղամարդ, մեկը կին։ Այսինքն ինչ ունենք, այսինքն այս պահին ինչ ունենք, այսինքն ամփոփել, այսինքն ինքնապատասխանի ուրեմն ասենք իմ հզոր համայնք կուսակցության երրորդ համարը Սուսաննա Մկրտչյանը մի 10 օր առաջ ինքնապատասխան էր հայտնել նոտարական վավերացումով երրորդյա ժամկետում ներկայացրել էր մեզ մուտք էինք արել դիմումը, բայց մենք քննարկում չարեցինք, որովհետև մենք սպասում էինք բոլոր դիմումները լիներ, որ միանգամից մեկ նիստով բոլոր ինքնապատասխանները ընդունեին, ուրեմն երեք Մարտին Գրիգորյանն է ներկայացրել ինքնապատասխանի դիմում, նույնպես նոտարական վավերացումով, նույնպես երրորդյա ժամկետում ներկայացրել է, դրա համար մենք այսօր ընդունեցինք ինքնապատասխանները եւ հեշտական ցուցակի հեշտական համարների տրամադրեցինք մանդատ, իմ հզոր համայնքինը երրորդ համարը հրաժարվել էր, մենք 6-րդ համարին տրամադրում ենք մանդատ, կնոջը տրամադրում ենք մանդատ, որ գենդերային հավասարությունը պահպանվի 30-40%։ Քանի կին հավաքանու անդամ է, քանի հավաքանու անդամ։ Ինչպես դնում դի հաշվին ժողովուրդ ջան 33-ից 30%-ից ավելի կին է։ Չէ, մանդատ ժողովուրդ ջան, արեք ճիշտ հասկանանք, մանդատը դա մեր կողմից գնված լուսանկարով, ուղղակի լուսանկարները կար, որ ուշ էին բերել, չէինք հասցրել կպցնեին, ընդեր մանդատները կա մեր քաղաքը Դաշինքի մանդատները, իմ հզոր համայնքի մանդատները, Մայր Հայաստանի, իրենք կարող են այսօրվա ընթացքում կամ վաղը կամ վերցնեն, կարևորը մեր արձանագրությունն է, որ մենք ունենք տալիս մանդատ։ Մինչև նիստը իրենք կարող կան վերցնեն ու կարող են նաև այս ընթացքում ում որ մենք մանդատ տալիս այս ընթացքում կարող են կան ինքնապատասխան հայտնել, մենք կընդունենք եւ հաջորդ համարներին տրամադրենք մանդատ։ Պարոն Ղազարյան, առաջին նիստից հետո օրենք տալիս այլևս ինքնապատասխան։ Ես ասեմ, առաջին նիստից հետո, եթե ընտրվում է քաղաքապետ, արդեն մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացվում է համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարը կազմում է արձանագրություն, ուղարկում է մեզ, մենք այդ արձանագրության հիման վրա հեշտական հաջորդ համարին տրամադրում ենք մանդատ, ինչպես որ 21 թվականից հետո բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել, արդեն այստեղ գործընթացը ուժի, եթե ընդրված քաղաքապետ եղավ, արդեն այդ ժամանակ մանդատից հրաժարվելը դիմում են քաղաքապետին, ինքը ընդունում է, արձանագրությունը ուղարկում է մեզ, մենք հաջորդ համարին տալիս ենք մանդատ, ելի պահպանելով այդ գենդերային հավասարությունը։ Եվ առաջին մյուս օրը ըստ էության նիստն է, հա, պիտի քաղաքապետ ընտրի կողմից պարզ մեկնաբանենք, պարոն Ղազարյան։ Ով է վարելու նախ նիստը եւ Արգելի գործընկերներ, մեր լիազորությունը այսօրվանով ավարտվում է։ Եթե վաղը ինքնապատասխաններ չլինեն, մեր լիազորությունը ավարտվում է։ Դա կանոնակարգվում է տեղական ինքնակառավարման մասին օրենքներով,
Ես իշքան ոչ գիտեմ, նիստը վարելու է Կարիքով մեծը, Ով է ամենատարի կողմը նա էլ է։ ոնց չեմ պատկերացրեք չեմ նայել, երևի Կարիքով մեծը կլինի Հովհաննես Գևորգյանը, ես իշքան որ նայել եմ Հովհաննես Մարտականի Գևորգյանը երևի Որ կուսակցությունից է։ Հա, միակ նորից էլի, ահա, մեր փոքրան մոդիկ էլի, բայց պես արդեն մենք որ կուսակցությունից է անում հասկանա։ Ես ժողովուրդ ջան պետք է լրիվ ցուցակները նայեմ, ես տարի թվերի նայեմ։ Եթե մենք Սուսանա Մկրտչյանը մնար ինքը ներ ամենատարեցը, բայց հիմի այդքան չենք բանարել, բայց ըստ երևույթի ես նայելով դեմքերին նայելով ուղղակի ես բանարեցի կարող է շատ մեծ հավանականությամբ Հովհաննես Գևորգյանը բայց ըստ կարգի եթե ամսի 16-ի նիստին օրինակ 16 մանդատ չհավաքես 17 մանդատ չստանա տեխնացուներից որևիցե մեկը ինչ է լինելու ըստ օրենքի Ուրեմն նիստը շարունակական է այսինքն մինչև քաղաքապետ չի գա Առաջինը 17 մանդատ պետք է հավաքի, հետո արդեն պարզ մեծամասնություն է, բայց ոչ պակաս, քան 40% է մանդատների ընդհանուր թվով։ Այդ մանշը